Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, Փակ TV-ին, որը ամեն անգամ աշխատում է ձեզ ներկայացնել նոր դեմքերի, իսկ երբ մեր տաղավար են գալիս երիտասարդ կադրեր, դա մեզ կրկնակի է ուրախացնում, և այսօր նման անձնավորություններից մեկը ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանն է մեր տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շիրազ, շատ ուրախ եմ և ուրախ եմ, քանի որ դուք բավականին երիտասարդ եք և ես պիտի ասեմ, որ շատ լուրջ գործի եք, ինչպես ասում, լծվել ու շատ կարևոր միսիա ունեք անելու։ Տեսեք, այսօր հրապարակվեցին արդյունքները, որ իբր ԿՊ-ն ունի բոլորից բարձր վարկանիշ, դե 9% ձեզ են տվել, 30-ը իրենց վերցրել, գրեթե 30-ը 3% էլ ստացել են Քոչարյանի և Ծառուկյանի կուսակցությունները։ Սա ինչ է, իրենց հերթական այսպես մանիպուլյացիան է։ Ես իրենց համար մի այսպիսի զարմացնող նախադասություն կարող եմ ասել, որ երբ որ մենք պտտվում ենք մարզերով, Հայաստանի բոլոր մարզերով, պատկերը այնպիսին չի, ինչպիսին որ իրենք ներկայացրել են այսօր այդ տոկոսներով։ Երևի թե կարծում եմ այդ հարցումները իրենց ցանկությունը կարող են լինել, այսինքն այն, որ իրենք էլ երևի թե գիտեն, որ իրենց ցուցանիշը եւ լեգիտիմությունը ցածր ցուցանիշների վրա է, կարծում եմ պիտի մի մանիպուլյացիոն քայլ անեն։ Փաստացի այս բայդրությամբ մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք առաջի տեղով քայլում ենք առաջ եւ մեր բոլոր այն հայտարարությունները, որը կյանքի է կոչվում, որը պատմում ենք հասարակությանը, դուր է գալի հասարակությանը եւ հստակ այդ հարցումները ցույց են տալիս, որ մենք առաջի տեղով քայլում ենք առաջ։ Եվ ինչ կարող եմ ասել իրենց համար, իրենք էլ կարծում եմ գիտեն, որ իրենց լեգիտիմությունը ցածր ցուցանիշների վրա է եւ մի բան։ Իրենք կարող են այդ հարցումները պատվիրել, կարող են կեղծել, կարող են անգամ այդ հարցումներում իրենց երազած թվերը նկարել, բայց դա չի փաստում նրա մասին, որ մենք հունիսի 7-ին ունենալու ենք հաղթանակ եւ երբ որ այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկանա, որ հունիսի 7-ին հստակ ձևակերպի իր քվեում անգամ, որ ցանկանում է ունենալ ուժեղ Հայաստան, այդտեղ ոչ ոք չի կարող խոչընդոտել նրան։ Կուզենա հարցումներում նկարազարդել, կուզենա, չգիտեմ, վարչապետի աթոռին նստած, որոշակի ներվային վիճակների մեջ ընկնել, դա ոչ մի խնդիր չի մեզ համար։ Մենք հստակ քայլում ենք առաջ։ Գիտես, Շիրազ, ես պիտի ասեմ, որ երբ իշխանություններին հարցնում են, թե այն 8 միլիարդը, որ ավելացիք մեր պարտքը, ինչ եկարի, որտեղ են այդ գումարները, ասում է հանրապետության որոշ շրջաններում ասֆալտապատման աշխատանքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բայց այդ 8 միլիարդով կարելի էր ամբողջ Հայաստանը մի քանի անգամ ասֆալտապատել։ Սրանք ինչ է, մեզ դնում են մի մարդու տեղ, որ տեղյակ է ամեն ինչից։ Այս պայմանությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 14.5 միլիարդ դոլար։ Իրենց իշխանավարած առաջի օրվանից մինչև այսօր ավելացել է այնքան, ինչքան եղել է պետական պարտքը, որպեսզի պատկերացնենք։ Իրականում իրենք կարող են պարզաբանել, որ որոշակի աշխատանքներ են իրականացրել, բայց մի պարզ կերպով դա նայենք։ Այդ գումարով կարելի էր գործարաններ ստեղծել գյուղերում, կարելի է աշխատատեղեր ստեղծել գյուղերում, երբ որ մենք այցեր ենք իրականացնում մարզեր, հետևյալն է, մարդիկ հստակ ձևակերպում են, որ իշխանությունը բացի անգամ երբեմն այն մարդիկ, ովքեր տեսնում են այդ ասֆալտը, ասում են բացի ասֆալտից ոչինչ չի արել։ Համարենք իրենք ցանկանում են աշխատել գյուղում, չեն ցանկանում, որ գյուղը նոսրանա, չեն ցանկանում, որ անգամ երիտասարդները լքեն գյուղը, իշխանությունը կարող էր այդ գումարով ավելի արդյունավետ ծախսել, ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել եւ որևիցե մի փոքր արտադրություն։ Անկեղծ լինենք մենք ինքներս մեզ հետ։ Կան գյուղեր, անգամ Գեղարքունիքի մարզում, որտեղ հստակ կերպով տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Կարելի է արդյոք այդ աշխատուժը պահել Հայաստանում։ Կարելի էր։ Բայց կարծում եմ սխալ արդյունավետության արդյունքում եւ սխալ կառավարման արդյունքում կարծում եմ այս մարդիկ դեռևս չեն հասկացել, որ
միայն իրենք եթե ժամանակին լավ լրագրող են եղել կամ դեղի մամուլի լրագրող են եղել, այդպես չեն կարող ղեկավարել պետությունը, այդպես չեն կարող արդյունավետ արդյունքներ ցույց տալ եւ արդյունքում ցույց տալ, որ այդպիսի մեծ պետական պարտք ավելացնելով կարող են որոշակի մի լավ օրի բերել հասարակությանը։ Հասարակությունը հասկանում է, որ որոշակիորեն իրեն տնտեսական եւ սոցիալական լուծումներ են պետք այսօր։ Եվ իր, այսպես ասած, լավ օրվա արդյունքը տեսնում է Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորող քաղաքական ուժում, որտեղ Սամվել Կարապետյանը իր անցած փորձով ցույց է տվել, որ այո կարողանում է դա անել։ Ամենամեծ աշխատատեղերն են ստեղծել Հայաստանում եւ փաստացի 5 կետերը, մեր տնտեսական 5 քայլերը դրա մասին է միայն խոսում։ Իդեպ տնտեսական կետերը շատ հետաքրքիր են եւ պիտի ասեմ, որ դա մարդկանց մոտ հավատ է ներշնչում։ Ինչու եք դա բացատրում։ Տեսեք, ամենակարևոր մի պարզ բան հասարակության ներսում կա մի պարզ բան, որ հարց, որ ինչ պիտի փոխվի իմ կյանքում, եթե ես իմ քվեն տամ այս կուսակցությանը կամ այս քաղաքական ուժին։ Անկարելի է, որ այս 5 քայլով կարելի է տնտեսական եւ շոշափելի փոփոխություն իրականացնել մարդու կյանքում, որոնցից մեկ առաջի քայլը 300,000 աշխատատեղ։ Ում համար է գաղտնիք, որ այսօր աշխատատեղեր չկան նորմալ քանակով գյուղերում կամ մարզերում։ Ում համար է գաղտնիք։ Ոչ մեկի համար։ Ընդհանրապես եթե իրենց իշխանական իշխանությունը իրենց լայվերը ավելի բաց կերպով պահեր, կհասկանար, որ այդպես չէ, որ իրենք ներկայացնում են, որ հասարակությունը աջակցում է իրենց։ Ամենակարևորագույն կետերից մեկը 0% հարկ մեր 5 քայլերից մեջ գտած տեղ 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Այն մարդը, ով ցանկանում է փոքր կրպակ ստեղծել, փոքր խանութ ստեղծել, վարձավիրանոց բացել եւ նման այլ բիզնեսներ, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ Այդքան։ Եթե դա չի գերազանցում, դա համարվում է փոքր բիզնես։ Մենք ձևակերպել ենք, որ այսպես կարող է մարդը չհարկվել, քանի որ ամբողջ փոքր բիզնեսի հարկը պետական բյուջեն զբաղվում է մոտ 2.5-2% մոտ։ Եվ մենք առաջարկում ենք հետևյալ կերպ. պետությունը պիտի աջակցի քաղաքացուն, որ քաղաքացին էլ հասկանա, որ իր հենարանը պետությունն է, ոչ թե իրեն հարվածողն է պետությունը։ Եվ պիտի հասկանա, որ հարկայինը այս դեպքում իրեն չի դիտարկում, որ տուգանքի մատերիալ, այսպես պիտի ձևակերպում, որ չի սպասում, որ այդ բիզնեսը ստեղծվի եւ գնա, չգիտեմ, որոշակի թղթաբանության հետ կապված որոշակի տուգանքներ իրականացնի։ Պիտի հասկանա, որ պետությունը առաջնահերթ աջակցում է իրեն եւ իր առաջնահերթ խնդիրն է համարում, որպեսզի այնպես անի, որ այդ բիզնեսը մեծանա եւ քաղաքացիները շահագրգիռ լինի, որ այդ փոքր բիզնեսը դառնա միջին բիզնես, հետո ավելի մեծ։ Եվ այդ դեպքում կարող է տնտեսությունը ավելի ուժեղանալ։ Իսկ իրական Հայաստանի պատկերը այդ ժամանակ կարող է փոխվել միայն։ Իդեպ ձեր ծրագրերից շատ հետաքրքիր է նաեւ 20,000 այդ նոր բնակարանների կառուցման ծրագիրը, որը կարծում եմ իսկապես հրաշալի նվեր է մեր ազգաբնակչությանը։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Ոչ միայն, նաև ավելացնեմ 20%-ի ժամ դեղորայքը, որը մենք մեր տնտեսական քայլերի մեջ ենք ներառել, պարզ կերպով, եթե մեր նորաստեղծ ընտանիք է, տղան աշխատում է մոտ 200,000 դրամ, աղջիկը աշխատում է մոտ 250,000 դրամ, ընտանիքի բյուջեն կազմում է մոտ 450,000 դրամ, որից 350-ը պիտի վճարեն, որպեսզի կարողանան ձեռք բերել բնակարան։ Այն դեպքում, երբ որ կան նաև հավելյալ ծախսեր։ Ներողություն, այն մնացած գումարով ինչպես է լինելու, որ կարողանա այդ ընտանիքը գոյատևել, պարզ կերպով գոյատևել։ Մենք առաջարկում ենք 20,000 մաչելի բնակարաններ, պետական աջակցությամբ, մի պարզ տրամաբանությամբ։ Պետությունը պիտի աջակցի, այսինքն կառուցապատողին տա որոշակիորեն տարածք։ Բացի տարածքից պիտի տա նաև, այսպես ասած, ենթակառուցվածքներ՝ լույս, գազ, ջուր, կոյուղի, որպեսզի ինքնարժեքը արդեն իր իսկ ցածր լինի, որպեսզի ձեռքբերողը հասկանա, որ պետությունն է օգնում իրեն։ Քանի որ այսօր կարող ենք ասել, որ երբ որ կառուցապատողը տարածք է ձեռք բերում, տարածք վաճառողն էլ է շահույթ փնտրում, եւ այդտեղ կարող են թվերը բավականին բարձր լինել, որովհետեւ այսօր լինում է քառակուսի մետր արժի 500,000 դրամ, 550, 600, պետք է հասկանանք մի պարզ բան, պետությունը առաջին հերթին պիտի իջեցնի սակագինը եւ աշխատատեղեր
ավելացնելով, այսինքն 300,000 աշխատատեղի մեջ էլ պիտի հասկանա, որ իր աշխատանքը պիտի բավականին արժանապատիվ վարձավճար ստանա։ Եվ այս դեպքում կարող է ուժեղ տնտեսության արդյունքում կարող է մարդը ստանալ բարձր վճար, այսինքն աշխատավարձը այս դեպքում բարձր լինի, եւ ինքն էլ կարող է բնականon ձեռք բերել։ Միայն այն դեպքում, երբ որ բնականոնը չի զբաղեցնի եւ չի լինի մոտ 350,000 դրամ։ Ինչը առ այսօր է։ Դե ես ասեմ, ձեր ծրագրերը իսկապես շատ Շոշափելի են։ Շոշափելի կերպով մենք տալիս ենք բարձ, թե քայլերի որ հաջորդականությամբ կարելի է լուծել տնտեսական այս արհավիրքը, որը այսօրվա իշխանությունը բերել է մեր գլխին։ եւ այդ ամենը այնքան ջուրին է, որ նույնիսկ անհավատալի է։ Այսպիսի, տեսեք, ամենահետաքրքիր բանը, մենք չենք պատմում շատ բարդ բառերով։ Մենք պատմում ենք բարձ բառերով։ Եվ մեր ծրագրերը հասկանալու համար համալսարանական բարձր կրթություն պետք չէ։ Գյուղացին բարձ կերպով հասկանում է, որ անգամ մեր 4-րդ կետը, երբ որ ասում ենք երաշխավորված մթերում գյուղերում, հասկանում է, որ այստեղ կա մեկը, ով հոգալու է, որ իր, այսպես ասած, բերքը գնելու է։ Մի, այսպես ասած, պատմություն պատմեմ, գյուղում էինք եւ մի պապիկ պատմեց, որ իր բերքը երբ որ քաղում է, վերցնում է, այսպես ասած, ինքը սպասում է գնորդի, ով մեծ գինքը վճարի այդ բերքը գնելու համար։ Նորմալ է, որովհետեւ գյուղացին շահույթ է հետապնդում։ Այս պարագայում կարևորագույն մի բան, երբ որ բերքը չես կարողանում երբեմն բերքի մի մաս կա, որ չես կարողանում պահպանել ճիշտ ջերմաշտանում, ինքը իր որակական հատկանիշները մոտ 30-40% գցում է։ Այսինքն, եթե այսօր խաղել ես, վաղ այդ նույն տեսքը չի ունենա։ Թե որակական հատկանիշ թե, չգիտեմ, արտաքին տեսքով, որովհետև երբեմն մարդը որ բերք է գնում, նայում է նույնիսկ արտաքինին։ Եվ մի բան, երբ որ մթերման կայան է լինում, այդ նույն պահին բերքը կիրացվի։ Խնդիր չի ունենա գյուղացին հասկանալու նստի իր տունը եւ սպասի թե ով պիտի իր բերքը գնի։ Հստակ երևում է, որ պետությունը որոշակի ենթակառուցվածքներով դառնալու է այն, այսպես ասած, առաջնորդը, այն մենեջմենտ հանողը, որ այդ գյուղացին հասկանա, որ իրեն աջակցող կա, իր թիկունքին հենարան ունի։ Եվ հետեւյալ կերպ գյուղացին արդեն շահագրգիռ կլինի, որպեսզի միայն մտածի իր բերքի ցանելու, հնձելու այդ ամբողջ process-ի մասին։ Ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանին։ Շիրազ, գիտես, ես ուրախանում եմ ձեր ծրագրերին, որքան այսպես մոտիկից ծանոթանում եմ, որտեղ տեսնում եմ, թե որքան դրանք իրատեսական են։ Այո։ Եվ թվում էր, թե լավ, եթե այսպիսի բան կար, նախկինները, ներկաները, ինչու այդ մասին ոչինչ չեն արել, չեն ասել։ Բաժանումը, որը ստեղծվել է այս իշխանության կողմից, դա այն ամենամանիպուլյացիոն գործիքն է, որով կարող է միայն ղեկավարել մասաներին, այսպես ներկայացնեմ։ Բայց պետք է մենք հիշենք, որ ունենք արժեհամակարգ, պետք է հիշենք, որ ունենք անելիք, այն էլ այսօր ավելի շատ, եւ այս պարագայում իշխանությունը եթե փորձի տարանջատել, անգամ եթե մենք այս պայծրությամբ իրար հետ զրուցում ենք, իշխանությունը կարող է մի բան հորինել եւ մեզ փորձել տարանջատել, եթե կարող ենք մենք մի գաղափարի շուրջ միավորվել։ Այս պարագայում եթե Սամվել Կարապետյանը այն առաջնորդն է, ով իր փորձով, իր գործով եւ իր միջազգային կապերով ցույց է տվել, որ կարող է այս ծանր փոսից հանել Հայաստանը, այս դեպքում ինչ է մնում անել։ Միայն վստահել նրան։ Միայն հունիսի 7-ին հստակ գործողությամբ քվեն տալ եւ ասել, որ ես հավատում եմ այս կուսակցությանը, ես հավատում եմ այս քաղաքական ուժին։ Մենք անցած ճանապարհ ունենք եւ այդ անցած ճանապարհը ցույց ենք տալիս մարդկանց։ Պարզ կերպով։ Մարդիկ ասում են, օրինակ, չգիտեմ, ինչ է արել առողջապահության ոլորտում։ Պարզ կերպով ներկայացնում ենք Արցախում գտնվող այն հիվանդանոցը, որը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է կառուցել այդ հիվանդանոցը եւ կարելի ասել տարածաշրջանում նման աճ ունեցող հիվանդանոց էր։ Դրանում կարող են փաստել արցախցիները, մեր քույրեր եւ եղբայրները։ Դե տեսեք, դուք հատկապես վերջին շրջանում ավելի հաճախակի եք լինում հանրապետության տարբեր շրջաններում ավտոբուսներով, այ ես տենց հասկացա, բավականին մեծ պատվիրակությամբ դուք զգում եք ժողովրդի կողմից հավատը ձեր կուսակցության նկատմամբ։ Մենք պատտվում ենք Հայաստանի բոլոր մարզերով, բոլոր անկյուններում խոսում ենք եւ լուսավորչական մեծ աշխատանք ենք իրականացնում, որպեսզի պատկերացնեք մեր
այս պայդրությամբ 5 քայլերն ենք իրազեկում, որպեսզի մեր քաղաքացիները իմանան ինչ պիտի փոխվի իրենց կյանքում։ Ինչ ենք ցանկանում փոխել մենք։ Եվ զարմանալի մի պարզ բան ասեմ, այն քաղաքացիները, ովքեր որ Սյունիքում են ապրում, այսպիսի մի բան։ Այնտեղ հնարավոր է որոշակիորեն մյուս մարզերի համեմատ աշխատավարձը մի փոքր բարձր լինի, միջին աշխատավարձը մի փոքր ավելի բարձր լինի մյուսների համեմատ։ Բայց անգամ իրենք են ասում, որ տեսնում են պետության ուժեղացումը, տեսնում են պետության զարգացումը մի մարդու առաջնորդության ներքո։ Եվ այդ մարդը Սամվել Կարապետյանն է։ Պիտի իշխանությունն էլ ընկալի, որ իր լեգիտիմությունը ցածր ցուցանիշների վրա է։ Պիտի իշխանությունն էլ ընկալի, որ իրենց բերած քայլերը նպատակին չեն ծառայել։ Պիտի հասկանա, որ այս պարագայում, եթե քաղաքացին որոշի, որ պիտի ունենա ուժեղ Հայաստան, ինքը ավելորդ է այդտեղ։ Մի բան կա։ Այս մենք մոտակա ժամանակը մոտ 2 օր հետո գնալու ենք Էջմիածին եւ իրազեկելու ենք նաեւ մեր քայլերի մասին այնտեղ եւ սրանում գաղտնիք չէ, որ զարմանալի մի բան կա։ Մեր քայլերից զատ քաղաքացիները նաեւ այլ հարցեր են հնչեցնում։ Այս ոլորտը ինչպես պիտի լինի, այս ոլորտը ինչպես պիտի լինի, տնտեսությունն էլ ինչպես պիտի լինի։ Մենք խոսելու ընթացքում ավելացնում ենք հետեւյալը, որ սիրելի ընկերներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, պիտի հասկանանք մի բան։ Եթե թույլ առաջնորդը ավերել է բոլոր ոլորտները պահելով իր իշխանությունը, որտեղ ցանկանում է միայն մնալ աթոռին, միայն ուժեղ առաջնորդը կարող է իր ունեցած կապերով, միջազգային կապերով, իր ունեցած հնարավորությամբ եւ իր փորձով կարող է Հայաստանը հանել այս փոսից։ Դա կլինի անվտանգության ոլորտը, կրթության ոլորտը, տնտեսության ոլորտը, բոլոր ոլորտները, որովհետեւ այդ մարդը իր գործով է ցույց տվել փաստացի։ Եվ զարմանալի է, որ քաղաքացիները միայն դրական են արձագանքում։ Շիրազ, ես պիտի ասեմ, որ իսկապես դուք բացառիկ եք այն առումով, որ ձեր ցանկացած քայլ միտված է մեր ապագային։ Տեսեք, թոշակների մասին շատ է խոսում։ Այս ոլորտում դուք նույնպես շատ հետաքրքիր նախաձեռնությամբ եք հանդես գալիս, բայց արդյոք այն 10,000-ը, որ այս իշխանությունները որոշել են տալ ապրիլի 1-ից մեր թոշակառուներին ինչ-որ հարց լուծելու առիթ է լինելու, թե դա չնչին ուղղակի եկամուտ է։ Ինչպես եղավ, որ տարվա սկզբին նման բան չկար, հիմա որոշեցի։ Զարմանալի է, չէ՞։ Պետք է հասկանալ, որ դիմաց ընտրություններն են, մեր քաղաքացիներն էլ պիտի հասկանան, որ դիմաց ընտրություններ են եւ իշխանությունը փորձելու է հաջողանալ մսխելով այն ամենը, ինչը փորձելու է անգամ որոշակի անգամ 0.002%-ով փորձել բարձրացնել իրենց ցուցանիշները։ Բայց պիտի քաղաքացին հասկանա, որ ուժեղ տնտեսություն ունենալու դեպքում եւ դա պայմանավորվում է միայն ուժեղ առաջնորդի հիմքով, պետք է հասկանա, որ եթե տնտեսությունը ուժեղ է, քո թոշակը ոչ թե 10,000 դրամ կավելանա, այլ ավելի շատ։ Պիտի հասկանա, որ այս դեպքում, երբ որ կյանքի գինը գնալով թանկացել է, եթե անգամ այսօր կարելի է անվանել, որ սպառողական զամբյուղը չի համապատասխանում անգամ թոշակի, բարձ կերպով եմ ասում, պիտի ընկալենք, որ ուժեղ տնտեսության դեպքում կարող է ավելանալ մեր թոշակը ավելի շատ եւ քաղաքացին խնդիր չունենա գումարի այս դեպքում։ Տեսեք, եւս մի փաստ, որը ես ուզում եմ անպայման քննարկենք։ Գիտենք, որ դեղերի արժեքները որքան են բարձրացել, այսօր հասել ենք նրան, որ ամեն մի ապտեկա ոնց կուզենա իր գինը կարա նշանակի, վաճառի, այս թանկացումների դեմ դուք ինչ եք մտադիր անել։ Զարմանալի է, որ այսօր դեղերի գները գնալով աճում են, բայց մարդկանց աշխատավարձը կամ այսպես ասած աշխատավարձը ոչ։ Կարելի է ասել, որ այն դեղերը, որոնք ամենաշատն են սպառվում, դրանք երբեմն կարելի է անվանել թոշակառուների կողմից ձեռքբերվող դեղերն են ճնշման ոլորտում։ Ճնշման դեղերն են եւ հետեւյալը այսօր մենք առաջարկում ենք դեռևս 20% էժան դեղորայք կարող է այդ նվազեցումը մի փոքր մի քիչ ավելի շատ լինել։ Մի հստակ օրինակ Հայաստանի Հանրապետությունում կոնկորդ տեսակի դեղորայքը, որը ով ճնշման խնդիր ունի, մեր քաղաքացիները ավելի շատ կփաստեն, որ այդ դեղը բավականաչափ թանկ է։
տարբեր չափաբաժիններով, մոտ 1500, 1600 դրամ, օտար պետությունում այն արժի մոտ 470-500 դրամ։ Պատկերացնում եք, 3 անգամ տանք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես է լինում, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում նվազեցնել դեղերի գները։ Ինչպես է լինում։ Պետությունը անտեսության է մատնել այդ ոլորտը, չգիտեմ, չի ցանկանում ուշադրություն դարձնել քաղաքացիներին։ Մենք առաջարկում ենք, որ որոշակիորեն պետք է ներառել 100, մի փոքր ավել դեղեր, որտեղ կարելի է հստակ ձևակերպել, որ այս դեղերը առաջի անհրաժեշտություն են դարձել մարդկանց մոտ։ Որովհետև այսօր այնպիսի արհավիրքների մեջով է անցնում մեր հասարակությունը, որ տարեց մարդկանց մոտ ճշմարտ խանգարումները մի փոքր ավելի շատ են։ Եվ այդ դեղը այնպես է դարձել, որ ավելի շատ են սպառում։ Հիմա կարելի է ասել, որ պետք է այնպիսի գործիքներով այս process-ը իրականացնել, որ նման դեղորայքը, կոնկորդ տեսակի դեղորայքը ավելի մատչելի լինի մեր հասարակության ներսում։ Եվ նման շատ ավելի դեղեր։ Ես կարող եմ այդպես 1000-ը թվարկել կամ 100-ը թվարկել, բայց միայն թվարկելով խնդիրը չի լուծվի։ Դրան քայլեր են պետք։ Եվ քաղաքացին պիտի հասկանա, որ Սամվել Կարապետյանը իր 5 քայլերի մեջ ներառել է նաև անգամ դեղորայքի նվազեցման այս խնդիրը։ Եկեք դեղերից սահմանացում կատարենք բժշկական ապահովագրությանը։ Սա շատ կարևոր ոլորտ է, մի ծրագիր, որը մեր ներկա իշխանությունները մեծ հաջողությամբ տապալեցին, չնայած շարունակում են թոս փչել, թե մենք էս ենք անելու, այն ենք անելու, արդյունքը չկա։ Զարմանալի է, որ այսօր այդ խնդիրը անհանգստացնում է անգամ բժիշկներին։ Վերջերս ասուլիս հրապարակեցին, որտեղ բժիշկներից մեկը խոսում էր, որ մի բժիշկ է եղել, ով վերջի 1 ամսվա ընթացքում ստացել է 16000 դրամ աշխատավարձ։ Պիտի հասկանանք, որ բժիշկներն էլ իրենց հերթին ունեն որոշակի մտահոգություններ այս ծրագիրը իրականացնելու վերաբերյալ։ Կարելի է արդյոք դա պիլոտային տարբերակով իրականացնել եւ առ եկած, այսպես ասած, ջրի երես դուրս եկած խնդիրները արագ լուծելով եւ այս ծրագիրը միջև վերջ իրականացնելով դժգոհություն չունենալ ոչ մեկի մոտ։ Կարելի է լավ քայլեր անել, իհարկե, բայց այնպես, որ ոչ մեկ չդուժի։ Սա էլ է կարևորագույն։ Պիտի հասկանանք, որ դրանք չընկալվեն որպես նախընտրական process-ում արձանագրված քայլեր, որ հաջողանալու տեղիք չտան։ Հստակ քայլերով անեն, եւ եթե դրա կարիքը կար, ապա թող նախորդ տարի դրա մասին մտածեն։ Ինչպես է լինում, որ այս բոլորը ինչ որտեղ համընկնում են նախընտրական process-ներում։ Այո, տեսեք, դուք տնտեսական հարցերի շուրջ բավականին խոսում եք, ձեր ծրագրերը ներկայացնում շատ մատչելի, բայց անվտանգային հարցերի մասին կարծես քիչ եք խոսում, թե ինձ է այդպես թվում։ Ոչ, մեզ համար կարևորագույն է եւ կարևոր է բոլոր ոլորտները, անգամ անվտանգությունը, տնտեսությունը։ Ես կարող եմ ասել, որ երբ գա համարենք հունիսի 5-ը, այդ ժամանակ ոչ մի հարց չի լինելու քաղաքացու մոտ։ Մենք բոլորին պատասխանելու ենք։ Եվ որն է մեր խնդիրը։ Մենք չենք անտեսել ոչ մի ոլորտ՝ կրթություն, անվտանգություն, թե տնտեսություն։ Մենք բոլորին տալու ենք մեր բոլոր առաջարկները։ Կարելի է ընդհանրապես մի քիչ համբերություն ունենալ, այսպես հումորով ասեմ, քանի որ այս պարագայում մենք ներկայացնում ենք տնտեսականը, դեռ մեր քաղաքացին կիմանա մեր անվտանգային լուծումների վերաբերյալ, բոլոր ոլորտների վերաբերյալ, քանի որ մենք, երբ որ ցանկանում ենք փոփոխություն իրականացնել, միայն մի ոլորտից չենք խոսելու։ Քաղաքացին պիտի հասկանա, որ իր կյանքը ամբողջովին է զարգանալ եւ ամբողջովին է փոխվելու, եւ որ հաջորդ վարչապետ լինի Սամվել Կարապետյանը։ Հրաշալի, որ իհարկե դուք այդքան լավատես եք։ Տեսեք, մի հարց էլ, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ այժմ շատ բարդ իրավիճակ է։ Դեռ խոսքս Միացյալ Նահանգների, Իսրայելի պատերազմը ընդդեմ Իրանի, իսկ Իրանը մեր հարևանն է, մեր տարածաշրջանի կարևոր պետություններից մեկը, եւ այստեղ հնարավոր է դեպքեր այնպես զարգանան, որ մեծ թվով մարդիկ ստիպված լինեն Իրանը լքել եւ մի մասն էլ տեղափոխվեն Հայաստան, այսինքն կարող է լինել մեծ քանակի ներգաղթ։ Մեր երկիրը այսօր պատրաստ է նման պարագայում ներկայանալու աշխարհին։ Զարմանալի մի բան ասեմ, որ նման ներգաղթի պատրաստ լինելու համար դուք պիտի ունենաք, որպես պետություն պիտի ունենաք ուժեղ տնտեսություն։ Տնտեսությունը պիտի լինի բարձր ցուցանիշների վրա։
որ նման ներգաղթի հոսքի դեպքում կարողանաս կառավարել այդ ճգնաժամային իրավիճակը։ Այո, ամեն ինչ հնարավոր է այսօրվա աշխարհում, արդեն կարելի է այդպես ասել։ Եթե տեսություններից մենք դուրս ենք եկել եւ քաղաքագիտորեն մենք չենք կարող վերլուծել, թե ինչ է մեզ սպասվում, ապա պետք է լինենք ամեն ինչի պատրաստ։ Իսկ այդ պատրաստվածության արդյունքում մեզ պետք է ուժեղ ղեկավար, ոչ թե թույլ։ Մարդ, ով առաջնահերթ չի համարում կարկանդակ ուտելը, առաջնահերթ չի համարում եգիպտացորեն ուտելը, առաջնահերթ է համարում տնտեսությունը ուժեղացնելը։ Իսկ այդ մարդ այս պարագայում քաղաքացիների արձանագրում, որ Սամվել Կարապետյանն է։ Միայն Սամվել Կարապետյանն է կարող ուժեղացնել մեր պետությունը։ Այսօր Հայաստանում այո բնակարանային ֆոնդն էլ խնդիր ունի, առողջապահությունն էլ խնդիր ունի։ Իսկ արտագաղթի, ներգաղթի դեպքում, այս դեպքում մենք ոլորտներում ճեղքվածք ենք ունենալու։ Եթե անգամ նույնիսկ դրան հասանք, այդ օրհասական իրավիճակին հասանք։ Ինչ է լինելու։ Մեզ պետք է մարդ, ով հստակ կերպով մտածում է եւ անվտանգության մասին, եւ տնտեսության մասին։ Կարևորագույն խնդիրներ են սրանք։ Երկու այն պարզագույն բաղադրիչը, որտեղ քաղաքացին պիտի հասկանա, որ ուժեղ պետություն ունենալու արդյունքում այս երկուսը չի կարող անտեսել։ Իսկ այսօրվա իշխանությունները կարծես թե այլ գործողություններով են տարված։ Տպավորություն է, որ հրետանային անձրևի տակ ինչ որ խաղեր են խաղում, երեխայական խաղեր են խաղում, չեմ կարող ասել։ Դե, հասկանալի է։ Գիտես, ես իսկապես ուրախ եմ, որ այսօր Սամվել Կարապետյանի կողքին կան ձեզ նման շատ այսպես հետաքրքիր երիտասարդներ, որոնք պատրաստ են իրականացնելու նրա բոլոր ծրագրերը։ Ես ուզում եմ ձեզ մաղթել հաջողություն։ Դա Աստված, որ դուք մեծ թվով մտնեք պարլամենտ եւ իրականացնեք ձեր թեկուզ ծրագրերի 50%-ը, հավատացեք դրանից մեր ազգը միայն շահելու է։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ մեր հանդիսատեսին կարևորագույն մեկ, այսպես ասած, ուղերձ։ Բոլորս պետք է հասկանանք, որ ուժեղ պետություն ունենալու համար մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն, ցանկացած բոլոր արհավիրքի դեպքում։ Այդ դեպքում մեզ պետք է ուժեղ առաջնորդ։ Միայն Սամվել Կարապետյանը կարող է այս դժվար փոսից դուրս բերել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դրանում ոչ մի բաժանում պետք է թույլ չտանք, որ ներթափանցի մեր մեջ։ Մենք պիտի հստակ կերպով ձևակերպենք։ Մի քանի ամիս է մնացել, ընդամենը 3 ամիս հետո ձևակերպենք, որ կարող ենք ասել, որ ոչ մեկ չի խոչընդոտի, եթե ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկար, սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես հրաշալի հյուր ունենք, բավականին այսպես մի հետաքրքիր անձնավորություն, երիտասարդ, ով լի է այսպես ավյոնով եւ պատրաստ է իրականացնել իր առաջնորդի բոլոր ծրագրերը, իսկ այդ ծրագրերը իշահ Հայաստանի են։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանին։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։